Ամեն թանկագիններս։ Որպեսզի Աստծո ծրագրերը իրականանան եւ հասնես քո կոչման կատարմանը։ Հիմա ուզում եմ կարդանք առաջի Թեսաղոնիկեցիս 5:17։ Ասում է անդադար աղոթ կարեք։ Անդադար։ Անդադար աղոթ կարեք։ Շեշտում է անդադար բառ, այսինքն ճանապարհ ես դուրս գալիս աղոթ կարա։ Հաց ես ուտում աղոթ կարա, օրդ բացվավ, շնորհակալություն հայտնա, օրդ վերջացավ, շնորհակալություն հայտնա։ Չգիտեմ, շատերը մտնում են բաղնիկ լողանալը ու դեից դիակնա դուրս գալու։ Աղոթ կարա նոր մտի։ Գումար ես ուղարկում օտար երկիր, աղոթ կարա։ Ինչ անում ես, ասում ամեն բանից առաջ աղոթ կարեք, թղթերի մեջ ասում։ Մարդը հաց ուտելուց խեղդվում մահանում է։ Աղոթ կարեք հաց ուտելուց առաջ։ Օրվա մեջը մեզ ժամ արա, գանք ես, գլնի, համաձայն եմ։ Օրվա մեջ դու մեզ ժամ արա, գլնի, չեմ ասում մի անգամից մեզ ժամ արա։ Օրվա մեջը մեզ ժամ արա։ Հիմա ուզում եմ բացենք առաջի Հովհաննես 3-րդ գլուխը։ Առաջի Հովհաննես։ Առաջի Հովհաննես 3-րդ գլուխ 22-րդ խոսքը։ Ասում է եւ ինչ որ խնդրեք, կառնեք։ Նրանից, քանի որ իր պատվիրանքները կպահեք եւ իր արչեւ հաճելի եղած բաները կանեք։ Հիմա տեսեք թանկագներ, եթե դու պահում ես նրա պատվիրանքները եւ ինչ որ նրա առաջ հաճելի է, դա ես դու անում, քո աղոթքը նա կպատասխանի։ Բայց դա մեկ ուրիշ խնդիր էլ կա։ Մեկ ուրիշ խնդիր էլ ստե կա, ժողովուրդ ջան։ Լինում են դեպքեր, երբ որ դու նրա պատվիրանները պահում ես, նրա առջև իր հաճելի եղած բանն ես անում, բայց աղոթում ես ու չի պատասխանում։ Ստե մեկ այլ խնդիր կա։ Այդ խնդրին մենք անդրադառնանք դեռ։ Ինչի համար եկեղեցին չի աղոթում։ Որովհետև խորը չենք հասկանում, թե ինչ հզոր ազդեցություն կարող է այն ունենալ այս երկրի վրա։ Ես մի բան եմ ուզում ասեմ, սիրելիներ, գիտեք ամբողջ սրտով ինչ եմ հավատում։ Հեսր որ մեր երկիրը սենց ծաղկում է օր-օրի, ես հավատում եմ, որ դա եկեղեցու աղոթքի պատճառով է։ Որ կա խաղաղություն, ես հավատում եմ, որ այդ եկեղեցու աղոթների պատճառով է։ Որ ինչ որ մի բան է շարժվում հոգևոր ոլորտում, Հայաստանում դա աղոթների պատճառով է։ Եթե սիրելիներ սատանային հաջողվի մեզի հավատացնել, որ աղոթքը չի գործում, մենք կպարտվենք։ Սատանան միշտ ասելու է, քո աղոթքը տես, աղոթում ես այսքան ժամանակ չի պատասխանում, էլ իզուր մի աղոթա։ Այսինքն քո հավատքը աղոթքի նկատմամբ ընկնում է։ Սա սատանայի հաղթանակն է, սիրելիս։ Ուզում եմ բացենք Դանիելի մարգարեություն 10:10։ Եկեք իթանք Դանիելի մարգարեություն։ Դանիել 10:10 Պարսիկների Կիվրոս թագավորի 3-րդ տարին մի խոսք հայտնվեց Դանիելին, որի անունը Բաղդասասար էր։ Առաջի խոսքից եմ ուզում կարդանք։ Այս խոսքը ճշմարիտ էր եւ մեծ տառապանքի վրայով էր։
Նա խոսքը հասկացավ եւ տեսիլքին տեղյակ եղավ։ Այն օրերը ես Դանիելս ամբողջական 3 շաբաթ սուկ պահեցի։ Ախորժելի կերակուր չկերա, 3 շաբաթ, այսինքն 21 օր, ախորժելի կերակուր չկերա, բերանս միս կամ գինի չմտավ, ու բնավ յուղով չօծվեցի, մինչև որ 3 շաբաթը լրացավ։ Հիմա ուզում եմ 10-րդ խոսքը թռնենք, ասում եմ այն ժամանակ ինձ մի ձեռք տպավ, ու ինձ ծնկներից ու ձեռքերից թաթերի վրա վերցրեց։ Ինձի ասավ, ով Դանիել, սիրելի մարդ, քեզի ասվելու խոսքերս լսիր ու եղած տեղդ կայնի, քանզի հիմա քեզի ղրկվեցի։ Երբ նա այս խոսքերը ինձ ասավ, դողալով կանգնեցի։ Նա ինձի ասավ, մի վախեցիր, ով Դանիել, քանզի այն առաջին օրից ի վեր, որ քո սիրտը տվիր հասկանալու եւ քո Աստծո հետ արչեւ քո անձդ խոնարհեցրեցիր, քո խոսքերդ լսվեցան եւ քո խոսքերիդ համար եկա։ Այսինքն տեսեք, Դանիելը 21 օր ծոմ ավերցնում, աղոթում է, լավ, ոնց ինչ արնելու իմ երկրի ճակատագիրը։ Գերության մեջ է իմ երկիրը, Պարիսը փլված, քաղաքը փլված, տաճարը փլված, սա փլված, ինչ արնելու, իմ ազգս ինչ արնելու։ Դանիելը 21 օր ծոմ վերցրեց սրա համար։ Եվ տեսեք շարունակության մեջ ինչ ասում։ Բայց պարսիկների թագավորների իշխանը գիտեք որն է։ Մի հատ մեծ դև է։ Սատանայի ռեշտակա։ Ասում է 21 օր ընդդիմացավ։ Այսինքն թանկագին ես, երբ որ դու աղոթք ես անում, Աստված լսում է։ Եվ իր հրեշտակին ուղարկում է, որպեսզի պատասխանը բերի, բայց այնտեղ դիվային շերտ կա, դիվային հակառակություն կա, որ չի թողնում, որ քո պատասխանը ստանաս։ Եթե դու չես շարունակում աղոթել, քո աղոթքը չի հասնում տեղ, աղոթքը ուղարկված է, ուղղակի տեղ չի հասնում։ Եվ մենք ասում ենք Աստված չպատասխանեց մեր աղոթքին։ Դեստեղ եք։ Շատ է եղել, չէ, որ աղոթում ենք չի պատասխանվում։ Գիտեք ինչն է խնդիրը, որ մեր աղոթքի մեջ չկա հաստատակամություն։ Նայեք ինչ ասում ստե, ասում է, բայց պարսիկների թագավորության իշխանը 21 օր ընդդիմացավ, սակայն ահա Միքայելը առաջի իշխաններից մեկը ինձի օգնության եկավ, ու ես այնտեղ պարսիկների թագավորների մոտ մնացի։ Դե ասում է, երբ որ շարունակեց աղոթքը, մեր հրեշտակ եկավ իրան օգնելու Միքայելը, որպեսզի աղոթքը պատասխանը հասցներ այս մարդուն։ Հիմա քեզի եկա, որպեսզի իմացնեմ, թե վերջի օրերը քո ժողովրդիդ ինչ պիտի պատահի, քանի որ տեսիլքը ապագայի համար է։ Այսինքն սիրելիներ հարց էր, Դանիելի մոտ հարց էր, ինչ ալնելու իմ ժողովրդի ճակատագիրը։ Եվ ինքը պատասխանը ստացավ, գիտեք երբ որ ինքը հաստատական մինչև վերջ կանգնավ աղոթքի։ Երբեք ու երբեք չդադարես աղոթելուց։ Երբեք ու երբեք չդադարես քո աղոթքներից։ Աստված հրաշք է անելու քո կյանքում։ Ամեն թանկագիներս։ Գիտեք շատ ժամանակ մի բան եմ ուզում ասեմ։ Մենք չենք փոխվում, բայց մենք ուզում ենք մեր աղոթները պատասխանվի։ Մենք սխալների մեղքերի մեջ ենք ապրում, ուզում ենք մեր աղոթները պատասխանվի։ Մենք Աստծո կամքին հակառակ ենք ապրում, ուզում ենք մեր աղոթները պատասխանվի։ Սա չի գործում, սիրելիներ։ Սա չի գործում։ Մենք ուզում ենք մենք չենք ուզում փոխվենք, բայց ուզում ենք օրհնված լինենք։ Սա չի գործում, ժողովուրդ ջան։ Սա չի գործում։ Ամեն թանկագիններս։ Ես մի պատմություն եմ հիշում, շատ վաղուցվա պատմություն։ Երկու քուր են ելնում մեր տան մեջ, երկու քուր։ Պատանի հասակում։ Այս փոքր քուրը տեսիլ կա տենում։ Մեծ քուրը ծնկի եկած աղոթում է։ Այս փոքր քուրը տեսիլ կա տենում է, որ ինքը երբ որ աղոթում է, ասես մի հատ լույս էր իջնում։ Իջնում էր, երկնքից իջնում էր։ Այդ լույսը լը չէր հասե աղոթողին, ասում է ինքը վերջացրեց աղոթքի լավ, այդ լույսը տենց էլ չհասավ իրանը։
Այսինքն թանկագիններս մենք պետք է հաստատական, վճռական, առանց հոգնելու միշտ աղոթների մեջ լինենք, որպեսզի մենք հասնենք մեր երազանքներին։ Ամեն թանկագիններ։ Ինքը պատասխանը ստացավ Դանիելը։ Ասում 77-ից հետո Իսրայելը կվերականգնվի եւ այլ եւ այլ։ Ինքը իմացավ, ինքը ուզում էր իմանալ ինչա լինելու իր ժողովրդի հետ ու Աստված իրանը հայտնեց դա։ Ամեն թանկագիններս։ Եկեք անցնենք առաջ։ Աղոթքի կարևորությունը, բարեխոսական աղոթք, ուզում եմ բացենք առաջի Տիմոթեոս 4:7-ը։ Առաջի Տիմոթեոս 4:7 Նայեք ինչա գրված։ Ասում է, բայց պիղծ եւ պարավական առասպելներից հետ կեցիր եւ քո անձդ աստվածապաշտության վարժեցու։ Հիմա տեսեք 8-րդ խոսքը ինչ ասում, ասում քանի որ մարմնի վարժությունը քիչ բանի օգտակար է, բայց աստվածապաշտությունը ամեն բանի օգտակար է, որ թե ներկա եւ թե ապագա կյանքի խոստմունքը ունի։ Հիմա ինչի, տեսեք, առաքյալը ժողովուրդ ջան, աղոթքը ինչի հետ է համեմատում։ Սպորտի հետ է համեմատում։ Սպորտի հետ։ Ասма, տեսեք, ասma ինչ աստ է ասում սկզբից, ասма մարմնի վարժությունը քիչ բանի օգտակար է, բայց աստվածապաշտությունը ամեն բանի օգտակար է։ Այնպես չէ որ սպորտով զբաղվելը վարժվել է, պարապել է։ Քիչ բանի է օգտակար չէ, բայց քիչ բանի է օգտակար։ Բայց աստվածապաշտությունը ամեն բանի օգտակար է։ Եվ 7-րդ խոսքում ասում է անձդ աստվածապաշտության վարժեցրա։ Այսինքն մենք մեր անձը ժողովուրդ ջան, անձը պետք է աստվածապաշտության սովորի։ Պետք է սովորի մեր անձը։ Մեր անձը պետք է սովորի Աստծո խոսքը կարդալ, մեր անձը պետք է սովորի ժամերով աղոթքի մեջ եթալ, մեր անձը պետք է սովորի վարժվի, ի՞նչ է նշանակում վարժվել։ Վարժվել նշանակում է մարզվել։ Մեր անձը պետք է մարզվի թանկագիններս։ Օրինակ տեսեք, սպորտսմեններն եկում են հատուկ տրիներների մոտ վարժվելու, չէ՞, մարզվելու։ Ես ասեմ թանկագինես, եթե դու կարողացար քո անձդ վարժեցնել կամ մարզել աստվածապաշտության, դու հաղթանակներ կունենաս։ Եթե դու չսովորեցրիր քո մարմնին, ըստ ինչ բառնագրա, ասում է անձդ աստվածապաշտության վարժեցնել չսովորեցրիր կպարտվես։ Ասում է մարմնի վարժությունը քիչ բանի օգտակար է, բայց աստվածապաշտությունը ամեն բանի օգտակար է։ Ասեք ամեն բանի։ Ամեն բանի օգտակար, ամեն բանը գիտեք որն է։ Քո ֆիզիկական ուժին օգտակար է, քո իմաստությանն օգտակար է, քո օրհնություններին, քո հաջողություններին, ամեն ինչի աստվածապաշտությունը օգտակար, քո հավիտենական փրկությանը, քո ծառայություններին, քո օրհնություններին, ամեն բանին օգտակար է աստվածապաշտությունը։ Ամեն թանկագիններս։ Փառք Տիրոջը։ Ինչպես որ ծանրակարերն են զորացնում մարմինը, այնպես է լեզուներով աղոթքը հոգի։ Ուզում եմ բացենք առաջի Թագավորաց 12-րդ գլուխը։ Առաջի Թագավորաց 12։
12-րդ գլուխ։ Երեքից 25-րդ խոսքերը։ Ճիշտ ասած տղամարդկանց հավաքույթին այս խոսքը մենք քննարկեցինք, բայց հետաքրքիր բան ասում է Սամուել մարգարեն։ Սա ինքը ասում է Աստծո ժողովրդին։ Ասում է, բայց ես քավլիցի, որ Տիրոջ դեմ մեղք գործեմ, ձեզի համար աղոթք անելուց հետ կենալով։ Ինչ ասա նշանակում։ Ով կբացատրի։ Վերջ։ Եվ որ, տեսեք ինչ ասում Սամուել, ասում եթե ես ժողովրդան ձեր համար չէ աղոթեմ, ես մեղք կգործեմ։ Հիմի մենք բոլորիս վրա Տիրոջ հոգին կա, եթե, հիմի ես մի բան ասեմ կրկնեք, ասա եթե ես դադարեմ աղոթք անելուց, իմ ազգի համար, իմ քաղաքի համար, ես Տիրոջ դեմ մեղք եմ գործում։ Ես նորից եմ այստեղ կարդում։ Ասում է, բայց ես քավլիցի, որ Տիրոջ դեմ մեղք գործեմ, ձեզի համար աղոթք անելուց հետ կենալով։ Հապա ես ձեզի շիտակ ճամփան պիտի սովորեցնեմ։ Տեսեք, Սամուելը եւ շիտակ ճամփան էր սովորեցնում Իսրայել ժողովրդին, Աստծո ժողովրդին, եւ աղոթում էր իրանց համար։ Տեսեք, հետո ինչ ասում ինքը։ Միայն թե ինչ որ խնդրա էլի ստե, միայն թե Տիրոջից վախեցեք։ Ճշմարտությամբ բոլոր սրտով նրան ծառայեք։ Գիտեք ինչ համար ասում բոլոր սրտով։ Սրտանց։ Սրտանց ասում է ծառայեք նրան, ճշմարտությամբ ծառայեք։ Կեղծավորությամբ, ցուցադրողականությամբ մի ծառայեք։ Նայեք ինչ ասում։ Բոլոր սրտով նրան ծառայություն արեք, քանզի տեսակ թե նա ձեզի համար ինչ մեծ գործեր արավ։ Իսկ եթե չարություն անելը շարունակեք, նրանք այսինքն մեղքին չարության մեջ էին։ Ասում է, եթե չարություն անելը շարունակեք, դուք եւ ձեր թագավորը պիտի կորսվեք։ Կորսվել ի՞նչ է նշանակում։ Կկործանվել։ Այդ այսինքն տենցել է լավ, այդ ազգը կործանվա։ Եթե շարունակեք, չապաշխարեք նկատի ունի թանկագիններս։ Ամեն ժողովուրդ ջան։ Հիմա սիրելիներս, օրինակ նայեք, մենք ավետարանչության մի հատ լավ բան կա։ Ես գիտեք ինչ եմ տենում, մեր ջան, որ կարայի թիմի մեջ լիքը մարդիկ են գրկվի։ Ուղղակի պետք է մարդկանց ունի մեջ գցել։ Հետաքրքիր մի բան ասեմ, երբ որ մենք աղոթում ենք նոր պետք է թե ինտեղ այդ ավետարանչության, մերին ասում մենք զգում ենք, որ Աստված մեր հետ է։ Երբ որ մենք աղոթում ենք, Աստված գործում է։ Երբ որ չենք աղոթում, Աստված չի գործում։ Այնքան զորավոր է, մենք մեկս մյուսին պետք է թիգունք լինենք։ Հիմա գիտեք ինչ տեղ ենք նայելու։ Հիմա նայելու ենք պատերազմական աղոթք Ելից 17-ի 10։ Եկեք բացենք Ելից 17-ի 10։ Ելից 17-րդ գլուխ 8-րդ խոսքից կկարդանք։ Ասում է այն ժամանակ Ամաղեկը եկավ ու Ռափիդիմի մեջ Իսրայելի հետ պատերազմեցավ։ Ամաղեկը գիտեք ով է։ Հեթանոսներն են։ Մարդիկ, որոնք որ դևերով լցված են։ Սենց ասեմ, դիվային աշխարհը, ասեմ դիվային աշխարհը հաճախակի համախմբվում է, պատերազմում է քո դեմ։ Դիվային աշխարհը հաճախակի իրանք հավաքվում են քո դեմ։ Եկեղեցու դեմ, քո դեմ, անձի դեմ։ Լսում եք։
Հիմա ուշադիր լսեք։ Իսրայելի դեմ պատերազմացավ։ Մովսեսը ասավ։ Մովսեսը ասավ Հեսուին. մեզի մարդիկ ընտրիր։ Մովսեսը Հեսուին ասում. մեզի մարդիկ ընտրիր ու ամաղեկի հետ պատերազմելու ելիր։ Այսինքն թանկագիններս մենք գիտեք եթե եկեղեցին չունի պատերազմողներ, թշնամին ունի պատերազմողներ։ Եթե եկեղեցին չունի պատերազմողներ, մենք կպարտվենք։ Գիտեք այդ պատերազմողները ովքեր են։ Ոչ միայն աղոթողներն են, ավետարանիչներն են, ավակներն են, այն մի հոգին որ գալիս ասե մաքրություն անում, մի սառը ջուր է դնում, ինքը պատերազմող է։ Եթե մեկը գալիս ասե մաքրություն է կատարում, ինքը պայքարում է։ Եթե դու տիրոջ տան մեջ մի փոքր գործ ես անում, դու արդեն իսկ ծառայության մեջ ես, պատերազմի մեջ ես։ Ասեմ ես քեզի, եթե դու Աստծո գործն ես անում, դիվերը չեն թողելու։ Բայց եթե դու զորացած ես, չեն կարող քեզի արգելել։ Ամեն թանկագիններս։ Նայեք, մենք պատերազմի մեջ ենք, ուզենք թե չուզենք, սիրելիներ, մենք պատերազմի մեջ ենք։ Ուշադիր լսեք շարունակությունը։ Մովսեսը ասավ Հեսուին. մեզի մարդիկ ընտրի ամաղեկի հետ պատերազմելու ելիր։ Վաղը ես բլրի գլուխը պիտի կանգնեմ Աստծո գավազանը ունենալով։ Այսինքն այդ բլրի գլխին կանգնել, այդ ինչ որ մի հատ մեծ բան է։ Ազդեցիկ։ Աստծո գավազանը ունենալով։ Հեսուն Մովսեսի ասացի պես արավ եւ ամաղեկի հետ պատերազմեց։ Մովսեսը Ահարոնը ու Օվրը բլրի գլուխը ելան, այսինքն Սարի գլուխը ելան։ Երբ Մովսեսը իր ձեռքերը կվերցներ, Իսրայելը կհաղթեր, երբ իր ձեռքերը վար կիջեցներ, ամաղեկը կհաղթեր։ Այսինքն տեսեք թանկագիններ, եթե կա աղոթող, ծառայողների, ավետարանիչների, ավակների հետևում, կհաղթեն իրանք։ Եթե աղոթող չկա, կպարտվեն։ Դուստեք։ Եթե քո ընտանիքում աղոթող կա, քո ընտանիքը կհաղթի։ Եթե չկա, չի հաղթի։ Ամեն։ Հալելույա։ Հիմա ուշադրություն դարձրեք, Մովսեսը աղոթում էր, բայց ինքը օգնության կարիքն էր, իր թևերն օգնում էր։ Գիտեք ինչ արեցին, լսեք ինչ արեցին։ Ասում է Մովսեսի ձեռքերը հոգնելուն կամ ծանրանալուն մի քար առան եւ նրա տակ դրին եւ ինքը նրա վրա նստավ եւ Ահարոնն ու Օվրը մեկը մյուս կողմից մյուսը մյուս կողմից նրա ձեռքերը վեր բռնեցին եւ մինչեւ արեգակի մար մտնել նրա ձեռքերը հաստատուն մնացին եւ Հեսուն սրի բերանից անցկացրեց ամաղեկը եւ նրա ժողովուրդը։ Ինչ լավ է, չէ՞։ Եվ արասում կեց է։ Թանկագիններ, ուզում եք եկեղեցին հաղթի։ Կաստ է մարդ, որ նախանձավոր է եկեղեցու համար։ Գիտես, սիրելիս, աղոթք եկեղեցու համար, ծառայողների համար, ավակների համար, ավետարանիչների համար, բոլորի համար, ֆինանսների համար։ Ինչը որ խանգարում է արթնությանը, մենք պետք է դա լրացնենք։ Ամեն թանկագիններս։ Փառք է Հիսուսի։ Հալելույա։ Մեր անհաջողությունների եւ պարտությունների պատճառը մեր աղոթքի կյանքի բացակայությունն է։ Նորից կարդամ։ Մեր անհաջողությունների եւ պարտությունների պատճառը մեր աղոթքի կյանքի բացակայությունն է։ Եթե դու աղոթես, այն ինչ որ սատանան քեզից գողացել է, հետ կբերես։ Ուշ չէ դեռ։ Դու լսում եք։ Դեռ ուշ չէ։ Ինչ եք մենք փափագում թանկագիններ։ Որ ես եւ իմ տունը Տիրոջն ենք ծառայելու։ Ընտանիքով ապաշխարություն։ Բոլոր ընտանիքում ապաշխար են։ Ամեն։ Դա է մեր բոլորի փափագը։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եվ ամենավերջի տեղն եմ ուզում կարդամ, թող մեր փառաբանողները գան։
Հալելույա։ Մատթեոս 16-րդ գլուխն եմ ուսում կարդանք։ Մատթեոս 16, 18, 16, 18։ Նա ցենց թուր ըմբռնում կա, թուր, ճիշտ ասեցի բառը, թուր ըմբռնում։ Լավ ես ձև ասեմ։ Ով շախմատ խաղալով գիրի, քչերը։ Մի բան կա, երբ որ մարդու կյանքում հաղթանակներ կա, ինքը արխային անգնում, դևը կխփի։ Հենց դու արխային ընկար, ասեցի դե լավ ամեն մի քիչ թույցրիր քեզի, դևը խփելու է։ Երբ որ հաղթանակներ կունենաս ավելի ուժեղացի։ Այն սուրը, որ քո ձեռքում է, թող այդ չընկնի։ Մի դիր։ Միշտ գիշեր ցերեկ թող քո ձեռքուն հաստատուն լինի Տիրոջ սուրը։ Ամեն։ Մի ասա դե լավ գործերս լավ է, եկեղեցու գործերը լավ է, ոչ աղոթեմ, ոչ կարդամ, ոչ։ Այն քո ժամը, որ դու ունես աղոթքի եւ կարդալու երբեք մի թուլացրա։ Ամեն թանկագիններս։ Հալելույա։ Մատթեոս 16, 18։ Ես քեզի ասում եմ դու Պետրոս ես։ Էսի Հիսուսը Պետրոսին ասում։ Պետրոս նշանակում է ժայռ, վեմ, հաստատություն։ Էդի Պետրոսի բնավորության մասին էր խոսքը, այսինքն Պետրոսը անփոփոխ էր։ Երբ որ ինքը ասում էր մի բան, ինքը անում էր ու մինչև վերջ պահում էր։ Երկնքի տեսեք ինչ ասում, Պետրոս ես, եւ այս վեմի վրա պիտի սարքեմ իմ եկեղեցին, այսինքն այն հաստատության վրա, այն քո բնավորության վրա պիտի սարքեմ իմ եկեղեցին, որ դու հաստատում բնավորությունն ես։ Եվ ասма վեմի վրա պիտի շնեմ եկեղեցին եւ դժողքի դռները նրան պիտի չհաղթեն։ Գիտեք թանկագինս դժողքը միշտ պայքարում է եկեղեցու դեմ։ Միշտ պայքարում է եկեղեցու դեմ։ Ասма այսինքն եթե ասма դժողքի դռները չեն հաղթի, նշանակում է ինքը կպայքարի, բայց կպարտվի։ Բայց գիտեք որ եկեղեցուն դժողքը կպարտվի, աղոթող եկեղեցուն։ Դու այստեղ եք։ Ես չգիտեմ ժողովրդան ինչ ձևի, բայց դու պետք է այդ 1 ժամի հարցը լուծեք։ Լսում եք։ Ես հաջորդ կիրակի կհարցնեմ։ Ասма երկնքի թագավորության բանալիները քեզ պիտի տամ։ Այսինքն տեսեք Հիսուսը Պետրոսին ասում։ Այսինքն դու երկինքը քո խոսքով մարդիկ կմտնեն երկինք եւ քո խոսքով չեն մտնի երկինք։ Երկնքի թագավորության բանալիները քեզ պիտի տամ, ինչ որ երկրի վրա կապես, երկնքի մեջ կապված կլինի եւ ինչ որ երկրի վրա կապես, երկնքի մեջ կներեք նորից կարդամ, երկնքի թագավորության բանալիները քեզ պիտի տամ, ինչ որ երկրի վրա կապես, երկնքի մեջ կապված պիտի լինի, ինչ որ երկրի վրա արձակես, երկնքի մեջ արձակված պիտի լինի։ Գիտեք սա ինչ նշանակում։ Աստծո կամքը դու գիտես, Աստծո խոսքը դու գիտես, երկինք մտնելու ճանապարհը դու գիտես։ Երկինք մտնելու ճանապարհը սովորեցրել եմ քեզի։ Ասում եմ ինչ որ դու արձակես, արձակված կլինի, ինչ որ դու կապվես, կապված կլինի երկնքում։ Գիտեք թանկագիններս, ես մի հետաքրքիր բան եմ ուզում ասեմ։ Ինչ էր արձակում Պետրոսը, ապաշխարություն, փրկություն, Տիրոջ զորությունը, սեր, Տիրոջ երկյուղը եւ երկինքը միանում էր դրան։ Եվ ինչ էր կապում Պետրոսը, կապում էր սատանայի զորությունը եւ երկինքը հաստատում էր իր խոսքով։ Ամեն թանկագիններս, ինչ որ Պետրոսը աղոթքով արձակում էր, կատարվում էր, սիրելիս,
Եվ գիտեք, մեկ օր Հիսուսը այդ իշխանությունը բոլորիս տվեց։ Մի հատ շատ կարևոր բան եմ ուզում ասեմ։ Ես չեմ ուզում, որ մենք կորցնենք այն իշխանությունը, որ Տերը տվել է մեզի։ Այն իշխանությունը։ Ամեն թանկագիններս։ Կանգնի քո գյուղի համար, կանգնի քո ազգականների, քո ընտանիքի համար, որ նրանք փրկվեն։ Հռչակա, գնա արի հռչակա, գնա արի հռչակա, այնքան հռչակա, որ կատարվի, այնքան հռչակա։ Ամեն թանկագինս, քո ամուսնու վրա հռչակա, նրա շորերի վրա հռչակա, քնաստեղ ձեռը դի նրա վրա հռչակա։ Ամեն թանկագինս, քո գյուղի համար, քո քաղաքի համար միշտ դավանա ու հռչակա։ Ամեն թանկագիններս, փառք Տիրոջը։ Եկեք կանգնենք ոտքի։